Բարի լույս, առաջին ծրագիրը եթերում ենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ունենք այդ հնարավորությունը ձեզ ողջունելու։ Նախատոնական է մեր տրամադրությունը կամ մի քիչ ավել տոնական արդեն։ Մենք ենք Սուրենը, Սոնան, Ադրիրեն, բարի լույս բոլորին։ Բարի լույս շացիերի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, ուրախ ենք ողջունել ձեզ նաև այս առավոտ, առաջարկում ենք միանալ մեզ եւ մեզ հետ միասին ունենալ բարձր տրամադրությամբ լավ առավոտ։ Այո, դեկտեմբերյան վերջին օրերն են արդեն, իսկ 2025 թվականի շատերը նախապատրաստական շրջանում են մտածում են ինչ անեն, որպեսզի կարողանան հասցնել բոլոր գնումները եւ բնականաբար նաեւ բոլոր այդ հետաքրքիր ձեռքբերումները գործերն ավարտել, ինչ որ մեկին կարևոր խոսքերն ասել, որոնք դեռ չեք ասել։ Մի խոսքով, այս թողբոհի մեջ գտեք առավոտյան մի քիչ ժամանակ ու լսեք մեզ, իսկ երեկոյան այդ ամենը իրականացրեք, բայց իրականացրեք բրիզի հետ միասին Ռոզե Փրփրունգինի, որը համոզված եմ երեկոյի ամենագեղեցիկ համադրությունն է լինելու, ել չասեմ, որ 12 զարկերը, երբ որ արդեն զարկեն նոր տարվա գիշերը, երազանքները կկատարվեն բրիզի հետ միասին։ Այո, եւ տեղեկացնեմ նաեւ, որ այս օրերին Իջևանի գինու գործարանը տոնական տաղավարով ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Տաղավարը գործելու է մինչեւ հունվարի 14-ը։ Այո, իհարկե արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներն արվում են, շատերը արդեն սկսել են ինչ-որ բաներ պատրաստել, ինչ-որ խոհանոցային թողուբոհի մեջ են, մենք նույնպես, որովհետև փորձում ենք միշտ անակնկալային ու հետաքրքիր ներկայանալ, ասեմ, որ մենք արդեն քայլ առ քայլ գնում ենք դեպի ամանորյա նկարահանումներին եւ ներկայացնել ենք այն ամենը, ինչը ներկայացվելու է բարձր տրամադրությամբ ու հետաքրքիր ռիթմերով։ Դե ձմեռ պապիկի նամակի մասին էլ չասեմ։ Այո, ես հիշեցնեմ, որ այսօր դեկտեմբերի 23-ն է օրը 3 շաբթի եւ կամաց մոտենում ենք դեպի Ամանոր եւ ես շատ հուսով եմ սիրելի հեռուստադիտողներ, որ դուք հասցնում եք ավարտին հասցնել ձեր գործերը եւ նոր երազանքներով, նոր գործերի պլանավորմամբ գնալ դեպի 2026 թվական։ Եվ առավոտյան գիտես ինչ էինք խոսում, որ հետաքրքիր ավանդույթի կա հայ իրականությունում, հայ մարդիկ սովորաբար 2026 թվականին փորձում են լրիվ նոր ձևով մտնել, այսինքն բոլոր կոտրված իրերը սարքել, վերջացնել, ամեն ինչ ավարտին հասցնել, որպեսզի նոր տարին նոր սկիզբ լինի բոլորի համար։ Այո, եւ շատերն են օրինակ ընկերներով ունենք հետաքրքիր ավանդույթ, միշտ տարին ճանապարհելու ավանդույթն է, հա, եւ միշտ մտածում ենք, ահա, մինչեւ նոր տարի հասցնենք մի հատ էլ հանդիպենք, մի հատ լավ ամփոփենք այն ինչ որ ընկերներով արեցինք եւ ճանապարհենք տարին։ Եվ դա նախապատրաստում է մոտակա օրերին մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Դուք էլ այդ ավանդույթը որդեգրեք եւ հավատացեք շատ հետաքրքիրնում ընկերների հետ միասին ճանապարհել։ Մենք մի քիչ կարոտել էինք նաեւ համեղություններին, որովհետեւ այս վերջին այո, մենք իհարկե մնացել էինք առանց խոհանոց, բայց մեր Ադրինեն չի թողի, որ մենք իրեն շատ կարոտենք եւ նա այսօր արդեն իսկ էստեղ է։ Ադրինե, բարի լույս սիրելիներս, ես եւս շատ կարոտել էի ձեզ եւ մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, ողջունում եմ ձեզ եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, որովհետեւ իսկապես այս տոնական օրերին ավելի գրավիչ են դառնում բոլոր հաղորդումները, բոլոր ֆիլմերը եւ այսպես ձգում է, հեռուստացույցը ձգում է, որպեսզի մեկ գավաթ, տաք գավաթ սուրճով կամ ընտիր նախաճաշով նստես հեռուստացույցի առջև եւ վայելես այդ ամենը։ Սիրելիներս, ողջունում եմ, ես էլ ձեզ բոլորից շատ կարոտել էի, շատ ջերմագին ողջուններ, համբուրներ, գրկիկներ եմ ուղարկում ձեզ եւ ասում եմ իհարկե մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք նաեւ օրվա բաղադրատոմսը։ Քանի որ բոլորս շատ խառնենք, գնում ենք գնումների ամանորյա այս թողուբոհի մեջ ենք, օրվա ասես առօրյայի համար պատրաստվող այդ ուտեստները մի փոքր ուզում ես արագ տարբերակով լինեն, շատ արագ ուտեստներ պատրաստես, որպեսզի հասցնես օրվա բոլոր գործերը։ Եվ այսօր պատրաստելու ենք շատ հեշտ տարբերակ, որը ինձ թվում է երեխաներն էլ արդեն տանն են, շատ նրանց դուր կգա եւ մի քանի բաղադրիչ է պետք այս համեղությունը ստանալու համար։ Մենք ունենք լավաշ, լավաշն է հիմքը լինելու, լավաշի վրա ուրեմն փռելու ենք բոլոր բաղադրիչները, այսինքն այստեղ ունենք երշիկ, ունենք պանիր, ունենք արդեն եփված եւ քերիչով անցկացված գազար, ունենք խաշված հավկիթներ, այստեղ ունենք թթվասեր, չաման, որը միախառնելու ենք, սոուս ենք պատրաստելու, տրորելու ենք լավաշի վրա ամբողջությամբ եւ այս բաղադրիչները հերթ
հերթականությամբ շարելով լավաշը փաթաթելու ենք եւ տեղափոխենք ջեռոց։ Այսինքն մի քանի process կա, բայց հավատացեք շատ արագ պատրաստվող է։ Պարզապես պետք է նախապես բաղադրիչները ունենալ ձեռքի տակ, որոշակի կարելի է ուղղակի հասցնել եփել գազարը եւ հավկիթը, իսկ երշիկը ամենահեշտ տարբերակն է։ Եթե ուզում եք ավելի հագեցնող, ավելի այսպես ճոխ մի բան ստացվի, կարող եք պարզապես մսամթերք օգտագործել։ Ոնց որ թե շատ խոսեցի, դեռ շատ գործ ունենք անելու, այդ ընթացքում եւս կզրուցենք, խոսքս փոխանցեմ մեր շատ սիրելի գործընկերներին եւ հետո կշարունակենք։ Ադրինա, շնորհակալ ենք շատ, իհարկե ընթացքին կհետևենք շատ ուշադիր, բայց մինչ այդ շատ կարևոր է նաև մարզումների մասին մտածել եւ տարեվերջն ավարտել մարզված, ֆիզիկապես առողջ եւ էներգիայով լի։ Իսկ թե որտեղ մարզվել, իհարկե Ակվատեկ համալիրը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Հիմա էլ գնանք այնտեղ եւ տեսնենք, թե ինչ հետաքրքիր տեսանյութ են պատրաստել մեզ համար։ Ողջույն, ես Հովիկն եմ, TRX-ի մարզիչ, մարզում եմ Ակվատեկ համալիրում, գրեթե արդեն 1 տարի է, բայց այս մասնագիտությամբ աշխատում եմ 10 տարի։ TRX-ը ինքը կարելի ասել ամբողջ մարմնի մկանների համար նախատեսված մարզման տեսակ է։ Հայաստանում ինքը նոր է զարգանում, կան տեղեր, որտեղ մարզում են, բայց այն մոտեցումը, որ գտել եմ ես այս ոլորտում, ինքը ուղղված է մկանների զուտ ձգելու, վերականգնելու եւ ընդհանուր ինքնազգացողությունը լավացնելու համար։ Նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար մարդկանց կապ չունի սերը, տղամարդեկին, ուղղակի մեր մոտ կանայք շատ են սիրում այս մարզատեսակը։ Ինքը օգնում է ողնաշարային գրիժաներին, պանոցային գրիժաներին, ընդհանուր արյան տոնուսը փոխում է եւ մարդկանց տալիս է ավելի հարուստ էներգիա եւ ինքնազգացողություն։ Երևի թե այսքանը, շնորհակալություն։ Դե ինչ սիրելիներս, անցնում ենք գործի, ինչ է մեզ անհրաժեշտ, եւս մեկ անգամ կկրկնեմ օրվա բաղադրատոմսը, թե ինչ
մթերքներ են մեզ անհրաժեշտ այսօր այս հեշտ պատրաստվող եւ շատ համեղ հագեցնող ուտեստը, ուրեմն ինչպես ասացի, մեզ պետք է լավաշ, այսինքն հիմքը լինելու է հենց լավաշը, 1 կտոր գավաթ, 1 կտոր ներողություն եմ խնդրում, լավաշ, այստեղ այս գեղեցիկ գավաթները շարելով միտքս գնաց այդ կողմ։ Ուրեմն տեսեք, եթե ընտանիքի անդամները շատ են, այսինքն մեծ ընտանիք է, բնականաբար 1 լավաշը չի բավարարի, մի քանի լավաշ է պետք։ Կարող եք նույնիսկ լավաշները 2 լավաշ այսպես իրար միացնելով այս բոլորը ուրեմն շարել կամ ավելի մեծ չափի լավաշ վերցնել։ Ուրեմն հիմքը լինելու է լավաշը, այստեղ ունենք բժշկական երշիկ, կարող եք այն փոխարինել որևիցե մսամթերքով կամ ձեր նախընտրած երշիկով։ Այստեղ ունենք պանիր, խաշած գազար, խաշած հավկիթ եւ իհարկե սոուս ենք պատրաստելու, այստեղ ունենք թթվասեր եւ ունենք չաման։ Հիմա ես հացը դնում եմ առայժմ մի կողմի վրա եւ անցնում ենք գործի։ Ինչ ենք անելու, սիրելիներս։ Մեզ քերի չէ պետք։ Մեզ ամանիկներ են պետք, որպեսզի մենք երշիկը քերիչով անցկացնենք։ Եվ իհարկե պանիրը պետք է քերիչով անցկացնենք եւ դրա համար մեզ պետք է իհարկե ձեռնոց, այսպես, ահա, շատ արագ փորձենք քերիչով անցկացնել երշիկը եւ իհարկե ընթացիկ կանցնեմ սոուսի պատրաստմանը։ Այսպես։ Ադրինե, Ողջույն։ դու մեզ սոված էիր թողել երեք։ Ես իհարկե մեղքս ընդունում եմ։ Այո, բայց դե ոչինչ։ Մայրես պետքա տանը լինես, որոշակի գործեր անես։ Մենք դա հասկանում ենք, ընդունում ենք, ընկալում ենք։ Բայց մենք էլ ենք, չէ՞, մեղք Ադրինե։ Այսօր սխալների օում կլինի եւ համեղություններ ես պատրաստում։ Եվ մենք բոլորով այս համեղությունը կճաշակենք եւ մեր հերոսադիտողին օրվա բաղադրատոմսը իհարկե կհուշենք։ Նրանց համար էլ միգուցե հեշտ կլինի արդեն կողմնորոշվել օրվա ընթացքում ինչ պատրաստել ու շատ լավ է որ կարողանամ այսօր օգնության ձեռք մեկնել, այսպես ասած։ Ինչ ենք անում։ Արի հիմա սոուսը պատրաստենք, այստեղ ունենք այս գավաթի մեջ ունենք ուրեմն թթվասեր, սիրելիներս։ Չամանը պատրաստի վիճակում գնում ենք խանութից, ահա այստեղ ավելացնում ենք, այո, չամանը, խառնում ենք որպեսզի այս սոուսը տրորենք լավաշի վրա։ Իմիջիալոց շատ համեղ համադրություն է, չամանը եւ թթվասերը, շատ տոնական նաեւ, այսպես հուշում է տոների մասին։ Ահա։ Այ էս։ Բնինչիկն է պատրաստել ես արդեն։ Պատկերացրու չեմ հասցրել։ Բայց գիտես ինչու չեմ շտապում, որովհետեւ մայրիկս հաստատ պատրաստելու է եւ այսպես առաքում ապահովի մեր տուն, այնպես որ ես շատ հանգիստ եմ այդ առումով։ Շատ լավ։ Ես ինչով օգնեմ։ Մենք պետք է նաև այս պահին կարծում եմ օգնություն պետք չէ, ես ընթացիկ արդեն համարի ամեն բան պատրաստ եմ, մեզ մնում է քերիչով անցկացնել հավկիթը եւ պանիրը ու սկսել դասավորել այս ամենը։ Դե դու դասավորի, իսկ ես հերոստատիտողին ասեմ, որ եթե այս ընթացքում ազատ ժամանակ ունեք եւ կամ տոներին, հա, որովհետեւ մոտավորապես 3-4 օր բոլորը ազատ են լինելու, բացի հյուր գնալուց կարող եք կազմակերպել օրինակ շատ հետաքրքիր կինոդիտում ձեր երեխաների հետ, որովհետև Ավատարը արդեն թատրոնի էկրաններին կա եւ նոր կարող եք գնալ դիտել, ես օրինակ պատրաստում եմ դա անել, շատ կարևոր ու հետաքրքիր ֆիլմ է եւս մեկ անգամ, որը տոնական տրամադրություն կտա եւ արդեն դուրս է եկել Քրիստոֆեր Նոլանի Odyssey ֆիլմը, հա, որը լինելու է հուլիսի 17-ին 26 թվականից Իզերն է դուրս եկել դե։ Ամրանը, այո։ Ըստ Իզերի բավականին շքեղ ու հետաքրքիր ֆիլմ է սպասվում, այնպես որ սա նույնպես լավ է։
Ճիշտն ասած, ներողություն եմ խնդրում, ճիշտն ասած 3 լսեցի, որ ավատարը արդեն էկրաններին է, չգիտեի ես այդ մասին, ինձ էլ շատ հետաքրքրեց, կարծում եմ պետք է գնալ նայել, որովհետև ամանորյա օրերին ասես այդ կլինի նվեր, այնպես որ կարող եք նաև տոմսեր նվիրել ձեր սիրելի մարդկանց, որպեսզի գնան եւ դիտեն։ Դե նվերների առումով, այո, արդեն շատերը նախապատրաստել են նվերները, որոշակի այսպես գաղտնիությամբ, հետաքրքրությամբ, դե չմոռանանք ամենակարևորի մասին, որ ամենակարևոր նվերը դա ձեր սերն ու ջերմությունն է, որը պետք է նվիրել յուրաքանչյուր օր ու կապ չունի դա տոն է, թե տոն չէ, ամենակարևորը որ այդ մարդիկ ձեր կողքին են միշտ ու կարիքը կա այդ սիրո ու ջերմության։ Միանշանակ դա այդպես է սիրուց, ջերմությունից, ուշադրությունից, նրբանկատությունից առավել բան երևի թե չկա այս կյանքում։ Իհարկե նյութական այդ գեղեցկությունները շատ մեզ առավել էմոցիաներ են պարգևում, բայց դա չես փոխարինի այն սրտից բխող սիրո եւ ջերմության հետ։ Այնպես որ իհարկե եւ ամանորը նպաստում է որ այդ բոլորը արտահայտվի երկուսը մեկտեղ եւ սերը եւ այդ այսպես առարկայական մոտեցումները ջերմությունը ստիպում են օր տարին ամանորը որ այդ բոլորը մեկտեղում դու արտահայտես։ Ինչ լավ է։ Դե չմոռանանք նաև եթե Secret Santa-ներ եք խաղում, մենք իհարկե մեր թիմով խաղացել ենք եւ ամսի 25-ին արդեն կամփոփենք արդյունքները, այնպես որ այո, դուք էլ խաղացեք, դուք էլ եւ կարեւորը այն չէ որ ինչ կնվիրես, ինչքան ինչ մեծության, ինչ արժեքի, պարզապես այդ էմոցիաների փոխանակում էմոցիան է ոչ մի iPhone Ինչի Ադրինե ջան, չեմ կարող ես իմ էմոցիաները խնդրեմ, որ Իհարկե կարող ես։ Այդ էմոցիաներն եմ ուզում։ Սուրեն ջան, դու արժանի ես, 17-ը ինչ 179 ես արժանի։ Այդ 100 տարի հետո Ադրինե, երբ որ արդեն կլինեմ ծեր պապիկ։ Ինչ ենք անում, քերում ենք պապիկը։ Այո, մեզ շատ քիչ գործ մնաց այս նախապատրաստական աշխատանքը կատարելու համար ու վերջում արդեն հավաքենք մեր խոստացված այդ ռուլետը, ռոլը, որը այո որը կտեղափոխենք ջեռոց, այնտեղ ջեռոցում մի քանի րոպեների ընթացքում արդեն կդառնա խրթխրթան եւ համեղ։ Փոքրիկ հուշում քեզանից մեր հերոստատողներին, հիմա բոլորի մոտ այն բաստուրմա դնելու process-ն է, խոզիկի ազդրի։ Այո, խոզիկի ազդրի, բուդիկի, հա։ Բաստուրմա դնելու process-ը։ Ունես հատուկ ինչ որ բաղադրատոմս կամ տարբերակ այդ առումով։ Ես շատ սիրում եմ մայրիկիս պատրաստած տարբերակը, համարյա այդպես ենք պատրաստում մշտապես, այն մի քանի օր, իհարկե կարծում եմ մեր հանրությունը բոլորն էլ հենց այդպես են պատրաստում, այն մի քանի օր մնում է աղաջրի մեջ, նույնիսկ մայրս հիշում եմ շատ ծանր, այս ծանրոց էր դնում, այո, որ ամբողջությամբ այդ նյութերը դուրս գար միջից, հետո արդեն անցնում էր մշակման, համեմունքներով եւ այլն, մշակում էր հայրս այդ process-ը հայրս էր անում անցք էր բացում մսի մեջ որպեսզի գազարը սխտորը այդ ամենը կարողանային ուրեմն տեղավորել այդ մսի մեջ եւ իհարկե առաջին հերթին այն մեծ կասայի մեջ մայրս տապակում էր երկու կողմից հետո մի փոքր ջուր ես լցնում, ուրեմն դափնու տերևով, պղպեղներով եւ այդ հոտավետ համեմունքներով մի փոքր գոլորշիով եփվում էր, հետո նոր արդեն 4-ից 6 ժամով տեղափոխում էր ջեռոց։ 4-ից 6 ժամ։ Այո, շատ հրաշալի համեղ նրբահամ մի բան է ստացվում, հրաշք ուղղակի։ Ես սիրում եմ, որ այդ որ պատրաստում են մի քիչ չորանում են, որ sense կորոչկայում են, այսպես չոր է լինում միսը, ես դա եմ սիրում։ Ես չեմ սիրում փափուկ, որ կիսա եփա լինում արյունը մեջը։ Նո, շատերը շատ սիրում են դա ռեստորանում եւ մեզ մի քիչ եփված արյունը մեջը, ես դա չեմ սիրում։ Դա ուրիշ տարբերակ է, բոլորովին այդ ազդրամասի հետ կապ չունի, դա լրիվ ավելի կտոր սթեյքներին է վերաբերվում, դա որ կիսաեփ լինի կամ ամբողջությամբ եփված լինի, բայց կոնկրետ ազդրամիսը պետք է իսկապես լավ եփվի եւ այդ process-ը, երբ ես ասում եմ տապակվում է հետո քանի ժամով տեղափոխվում է ջեռոց, կեղև է ապահովում, բայց ներսը, այսինքն մսի մեջ լինում է շատ փափուկ եփված վիճակ։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, եթե այս բաղադրատոմսը
Չնայած կարծում եմ բոլորս հենց այդպես են յուրաքանչյուրը պատրաստում, կարծում եմ նաև ունի իր հետաքրքիր ինչ որ մի համեմում արանքում տալիս է։ կա, որը շատ հետաքրքիր է դարձնում։ Դու այստեղ արդեն քերիչով անցկացրեցիր ամեն ինչ, եթե ինչ-որ բան կավելացնելու կարճարոսենք, եթե չէ, ապա փոքրիկ դաթար ու նորից հետ գանք։ Այո, ես ամբողջությամբ պատրաստ եմ, մեզ մնում է միայն այսինքն հավաքելու։ Դե արի հիմա փոքրիկ դաթար լինի մեր եթերում, հետո հետ կգանք եւ Ադրինեն արդեն քայլ առ քայլ կասի ինչը որից հետո։ Դե ինչ սիրելիներս, արդեն հասանք այն պահին, որ պետք է իմի բերենք մեր օրվա բաղադրատոմսը։ Ահա, ես արդեն պատրաստել եմ լավաշը, հիշում եք, այստեղ ունենք թթվասեր եւ չաման, որևէ համեմունք այստեղ չենք ավելացնում, որովհետեւ չամանը ինքնին արդեն համեմունք է։ Հիմա փորձենք տրորել այն լավաշի վրա։ Այսպես, վրձնի օգնությամբ փորձենք տրորել այն։ Սիրելի Ադրինե։ Ողջույն, շատ էինք կարոտել։ Փոխադարձ սիրելիս, ես էլ ձեզ բոլորիդ շատ կարոտել էի եւ այսօր կանենք սխալների ուղում։ Միասին շատ համեղ կճաշակենք այս համեղ ուտեստը, կզրուցենք, ես կհարցնեմ թե երեք ինչ եք արել, չնայած աչքի պոչով ես հետևել եմ եթերին։ Դուք շատ գեղեցիկ եք եւ ունեիք հրաշալի հյուրեր, հատկապես երեխաները ինձ գերեցին իրենց խոսքերով, իրենց տաղանդով, իրենց գեղեցկությամբ, ես շոյված էի, շատ զգացված էի, որ այսպիսի տեքստեր էին ասում եւ կենացներ երեխաները, որը մեզ շատ գրավեց երեք եւ քո սերն ու ջերմությունը էկրանից այն կողմ գալիս էր մեզ, որովհետեւ այո, ես գում էի եւ հեռուստադիտողների սերն ու ջերմությունն էլ է գալիս, որովհետեւ պարբերաբար երբ փողոցում կամ տաքսու վարորդը շատ այսպես հաճոյա խոսումը շատ հաճելի է եւ հասկանում ես, որ յուրաքանչյուր առավոտ իզուր չես արթնանում, որովհետեւ իսկապես շատ բարդ է շաբաթը 5 օր առավոտ շուտ արթնանալ եւ շատ գեղեցիկ եւ շատ կազմ պատրաստ լինել եթերի։ Այո, առանց հեռուստադիտողի ես շատ եմ այս մասին ասել, այսօր էլ կկրկնեմ, այստեղ անելիք չունենք եւ մենք մեծ թիմ է այստեղ աշխատում, բոլորը իրենց տեղում իրենց աշխատանքը կատարում են եւ յուրաքանչյուր առավոտ փորձում են ձեզ լավ էմոցիաներ փոխանցել եւ մենք ձեզ շնորհակալ ենք շատ, որ այդպիսի լավ էմոցիայով էլ արձագանքում եք մեր բոլոր կատարած աշխատանքները։ Սա շատ հրաշալի բան է։ Եվ ես երեք հեռուստադիտողի դերում էի եւ շատ հաճելի էր։ Հաճելի էր։ Շատ, իսկապես հաճելի էր, հատկապես երբ այո, հրաշալի հյուրեր են լինում, հրաշալի զրույց է լինում, իսկապես շատ։ Ես ինքնակազմակերպվեցի, ոչինչ։ Շատ լավ է։ Կարող ես այո, ավելացնել։ Ես էլ այսպես քեզ հետևելով, այսպես հերթականությամբ կավելացնենք բաղադրիչները։ Սիրելիներս, առաջին հերթին ուրեմն տրորեցինք այս սոուսը, հետո պանիրը լցրեցի, Սոնան հիմա երշիկն է լցնում, ես վրան կավելացնեմ քերիչով անցկացված գազարը իմիջայլոց խաշած տարբերակով է, սակայն կարող եք թարմ վիճակում պարզապես այսպես շատ մանր անցքերով քերիչով անցկացնեք եւ ավելացնեք։ Չոճելի գույն ավելացրեց գազարը։ Այո, գազարը, այո, շատ տեղին է եւ իմիջայլոց վիտամինը չմոռանանք դրա մասին, որ պետք է այս վիտամինային փնջից օգտվել։ Այո, կարող ես հանգիստ ավելացնել, Սոնա ջան։ Տեղերը, որոնք բաց են մնացել, ճիշտ ես։ Ադրինե, իսկ կարող եմ հարցնել, դու արդեն տանը որոշակի գործողություններ, ես ճշտեցի առավոտյան արդեն սիրելի հեռուստադիտողներ, որ Ադրինեն եւս զարդարել է տան եղևնին։ Դա գոնե հասցրել է եւ բացի այդ ուրիշ աշխատանքներ արվել են, թե դեռ ոչ։ Դեռ ոչ, որովհետև շատ բուրըն աշխատանքային պրոցես։ Հայրը սիրում են, այդպես նոյեմբերից պատրաստվել տոնական օրերին, բայց կարծում ժամանակ կա։ Ինձ մոտ այս վերջի տարիներին չի ստացվում այդպես
շատ ավելի շուտ պատրաստվել, քանի որ աշխատանքային process-ներն են շատ ինձ մոտ եւ այս տոնական օրերին գիտես նկարահանումներ եւ այլն եւ այլն։ Ունես մի քանի ընտանիք, որովհետեւ Սուրենը միայն բավական է, որպեսզի դու չհասցնես տանը գործ անել։ Ինձ հաճելի է լինել այսպիսի թոուբոհի մեջ, տան աշխատանքներով եմ դեռ զբաղված, այնպես ուտեստների հետ կապված դեռ որևէ աշխատանք չեմ կատարել, չեմ հասցրել, բայց երևի եկող օրերի ընթացքում արդեն կամաց կսկսեմ դասավորել մյուս գործերը։ Սիրելիս, կարող ես այս պանիրը եւս վերջնական ավելացնել այս ամենի վրա։ Մենք այստեղ մի փոքր սիրելիներս կավելացնենք սև պղպեղ, մի աննշան աղ, այո, եթե այո, աղն ու պղպեղը փոխանցես, շատ շնորհակալ կլինեմ, այո, շնորհակալություն, սա էլ դնենք այստեղ, սիրելինես հենց ձեռքով էլ ավելացնելու եմ։ Եվ մեր տոնական եթերներն են լինելու շուտով եւ մենք լինելու ենք դեկտեմբերի 30-ին եւ 31-ին եւս առավոտյան եթերում, այնպես որ անպայման կհետևեք։ Բայց մինչ մենք վերջացնենք այս աշխատանքը, կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Դե ինչ սիրելիներս, մեզ մնաց շատ քիչ գործ կատարելու։ Ահա, պատրաստել լավաշը, որի հիմքը ուրեմն դարձավ այն սոուսը, որը պատրաստվեց թթվասերով եւ չամանով, այն տրորեցինք լավաշի վրա, վրան ավելացրեցինք պանիր, ավելացրեցինք երշիկ, գազար, նորից մի շերտ պանիր ավելացրեցինք, հավկիթ ավելացրեցինք եւ իհարկե մեզ մնացել է միայն այն փաթաթել, վերածել ռոլի եւ տեղափոխել ջեռոց, ահա, զգուշությամբ փորձենք այն փաթաթել, այսպես, ահա, սիրելիներս, ես կբաժանեմ երկու մասի, կդնեմ թավայի մեջ եւ իհարկե կտեղափոխենք ջեռոց։ Սիրելիներս, կարող եք վրան տրորել հավկիթ, ավելացնելով քունջուտ, ավելի ճոխ եւ հետաքրքիր դարձնել այն եւ իհարկե վայելել։ Մեզ պետք է ընդամենը 10-ից 12 րոպե ջեռոցում տաքացնել այս համեղ ռոլը, որովհետեւ ամբողջությամբ բաղադրիչները եփված են։ Ահա, սիրելիներս, կարծում եմ օրվա համար շատ հարմար տարբերակ է։ Այս թոհուբոհի մեջ կարող եք այսպիսի հեշտ արագ պատրաստվող ուտեստներ պատրաստել եւ հրամցնել ընտանիքի անդամներին։ Սիրելիներս, առայժմ այսքանը, հետո վերջում արդյունքը կտեսնենք եւ կվայելենք։ Հիմա խոսքս փոխանցեմ գործընկերներիս։ Վաու, հետաքրքիր է այս ամենը ինչ որ պատրաստեց Ադրեն եւ նույնիսկ նորաձև է, չես կարծում։ Կարծում եմ, իհարկե, եւ նորաձևությունը շարունակում է իր տրենդները թելադրել, այնպես որ հենց հիմա մեր եթերում կլինի մեր նորաձևության էջը։ Ծանոթանանք եւ վերադառնանք։ Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը եւ մենք շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում կլինեն ընդհանուր ոճերը, որոնք նկատելի են 2025-2026 թվականի աշուն-ձմեռ հավաքածուներում։ Իհարկե մեծ հետ շարունակում է մնալ գրասենյակային ոճը, որը շատ հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել այս տարի։ Office core-ի շրջանակներում մենք տեսնում ենք մորթու օգտագործում, տեսնում ենք փողկապների, կաշվեձեռնոցների օգտագործում, որի մասին առանձին խոսել ենք արդեն։ Այս ոճը գրեթե միշտ ակտուալ է իր հետաքրքիր լուծումներով։ Այս տարի մենք ունենք շեշտված ուսեր, ունենք հստակ գծեր, որոնք շատ լավ տեղավորվում են հենց օֆիսային ոճի մեջ։ Երկրորդ ոճը, որ կուզեմ առանձնացնել, որը գրեթե ամենուր է, դա բոհո ոճն է, որը ինքն իրենով բավականին բարդ է եւ պրինտների տեսանկյունից, եւ կտորների, եւ ձևացքների, եւ շերտայնության, բայց այստեղ եւս ունենք շատ հետաքրքիր մոտեցումներ դիզայներների կողմից, շատ հետաքրքիր մասկուլինության եւ բոհո ոճի համադրում, օրինակ, այս ոճի ազդեցությամբ մենք տեսնում ենք բահրամայի օգտագործում, հաստ գոտիների, մի քանի գոտիների միաժամանակյա օգտագործում, ինչպես նաեւ կիսաթափանցիկ հետաքրքիր պրինտով կտորների օգտագործում։ Եվ բացի այս հիմնական ոճերից կուզեի առանձնացնել եւս մի քանի ոճ, որոնք ոչ պակաս հետաքրքիր են։ Մյուս հետաքրքիր ոճը դա պատմական ռոմանտիզմն է, որի ազդեցությունը մենք տեսանք ամբողջ տարվա ընթացքում եւ ես դեռ կարծում եմ, որ 26 թվականին նույնպես բավականին ակտիվ է լինելու։ Դա հատկապես մաս-մարքեթում արտահայտվեց վալանով վերնաշապիկների օգտագործմամբ եւ թևերի հատվածում եւ վզի հատվածում եւ բավականին տարածում գտավ։ Եվ մյուս հետաքրքիր ոճը դա այսպես կոչված անգլիական ոճն է, որին հատուկ է Van
քանդակավոր պրինտը, հատկապես պիջակների տեսքով, հատուկ է գալի ֆետաբատները, հատկապես երկարաճիտ կոշիկներով եւ մի քանի գործվածք, որոնք հատկապես աշուն ձմեռ հավաքածուներում շատ է օգտագործվում, դրանք հիմնականում բրդյա ֆակտուրային գործվածքներն են եւ որոնցից տեսնում ենք եւ պիջակներ եւ վերարկուներ եւ իհարկե իմ կողմից շատ սիրված գլխարկի օգտագործումը եւ մյուս հետաքրքիր ոճը դա lady like-ն է, որը աչքի է ընկնում իր զսպվածությամբ, լակոնիկությամբ, բայց միևնույն ժամանակ արտահայտված կանացիությամբ։ Այստեղ մենք տեսնում ենք հիմնականում սատինից, մետաքսից զգեստներ, արտահայտված սիլուետներով, բայց միևնույն ժամանակ հիմնականում ոչ մեծ բացվածքներով։ Տեսնում ենք, թե ոճերի ինչպիսի բազմազանություն ունենք այս տարի եւ դրանց մեջ կողմնորոշվելը շատ հեշտ է լինելու, եթե դուք ունեք հստակ արտահայտված ոճ։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ մենք միշտ հորդորում ենք, որ հետևել առողջությանը, վազել, մարզվել, իսկ նաեւ պետք է պարբերաբար այցելել բժշկին եւ պրոֆիլակտիկ նույնիսկ զննումներ անցնել։ Այո, որովհետև շատ կարևոր է հետևել առողջությանը եւ խնդիրների մասին իմանալ վաղ ժամանակ, կանխարգելել, այդպես ավելի հեշտությամբ կխուսափեք բարդություններից։ Հիմա մեր եթերում կլինի մեր առողջապահական էջը։ Մաշկի ջրազրկումը կանխելու համար պետք է իրականացնել բիորևիտալիզացիա պրոցեդուրան, որը իրականացվում է բնականաբար հիալուրոնաթթվով հարուստ պրեպարատներով։ Մենք ունենք մի քանի սերնդի պրեպարատներ, բիորևիտալիզանտներ, որոնք պարունակում են հիալուրոնաթթվի տարբեր մոլեկուլյար կշիռներ ունեցող հիալուրոնաթթու, եւ ըստ այդմ այսօր մենք ունենք մեծ մոլեկուլյար կշիռ ունեցող հիալուրոնաթթուներով հագեցված պրեպարատներ, բիորևիտալիզանտներ, որոնք ներարկելուց հետո մեզ տալիս են ավելի երկարատև ազդեցություն, քանի որ նրանք խոշոր մոլեկուլյար կշիռ ունեն, ուշ են ներծծվելու, իսկ որքան կմնան մաշկի տակ, այն տարածությունում, որտեղ մենք իրենց ներարկում ենք, այնքան երկար իրենք ջուրը կհավաքեն եւ բնականաբար կտան դոզատրով կտան մաշկին։ Այսինքն, երբ մենք ներարկում ենք բիորևիտալիզանտները, հիալուրոնաթթուն, որը ինքնին ունի ֆունկցիա սպունգի նման ջուր կլանելու, ամեն մեկ մոլեկուլ հիալուրոնաթթուն կարող է իր շուրջ քաշել, հավաքել 500 մոլեկուլ ջուր։ Դե պատկերացրեք, եթե մենք դնում ենք բոլուսային հիալուրոնաթթվի մի բավականին մեծ պապուլա մաշկի տակ, այդ պապուլան ավելի կլայնանա, կմեծանա, կլանի ջուր իր մեջ եւ այդ ջուրը օր-օրի դոզատրով կտա մաշկին։ Այսօրվա բիորևիտալիզանտները ասեղային ներարկում չեն պահանջում։ Այն ներարկվում է հատուկ կանյուլաների միջոցով, որովհետեւ եթե իրենք երկար են մնալու եւ այդ պապուլաները մեծանալու են, ապա պատկերացրեք, եթե ասեղային մանր պապուլաներով ներարկում ունենանք, ապա մարդը գրեթե 1 ամիս չի կարողանալու տանից դուրս գա, որովհետև այդ պապուլաները կերևան դեմքի վրա։ Ներարկում ենք կանյուլաների միջոցով, ներարկվում է մեր 6 հակատարիքային երիտասարդացնող այն կետերը, որոնք անատոմիական, ֆիզիոլոգիական այն կետերն են, որտեղից հյուսվածքները իջնում են եւ մենք նրանց այդ կետերում դնելով հիալուրոնաթթուն ստանում ենք երկու կարևորագույն ֆունկցիա՝ ծավալ, չէ, որ դնում ենք մեծ բոլուսային հիալուրոնաթթվի ծավալ եւ իհարկե ամենակարևորը մաշկի խոնավացում։ Պրեպարատը ներարկելուց 3-րդ օրվանից արդեն հաճախորդը զգում է տարբերությունը, միշտ նշում են բժշկուհի ջան, 3-րդ օրը լվացվելուց առավոտյան արդեն զգում էի մաշկիս որակական փոփոխությունները։ Հենց այդ պահին պրոցեդուրայից հետո տեսնում ենք ծավալային փոփոխությունները, որոնք իհարկե շատ ուրախացնող են եւ պրոցեդուրայի կրկնելու համար մեզ անհրաժեշտ է 2 ամիս, եթե շատ
ջրազրկված մաշկ է եւ ունենք տարիքային արդեն փոփոխություններ մաշկի վրա նաեւ այս դեպքում կարող ենք խտացնել կուրսը եւ ավելի իրականացնել 3-4 շաբաթը մեկ անգամ 2-ից 3 պրոցեդուրա, բայց եթե կա նորմալ խնամված մաշկ եւ չենք տեսնում այն ծերացման խորը երևույթները մաշկի վրա, ապա այս դեպքում մենք կարողանում ենք իրականացնել 2 ամիսը մեկ անգամ։ Ասեցի, որ բիորևիտալիզանտները լինում են մի քանի սերնդի։ Երբ մենք նոր էինք սկսում էսթետիկ բժշկությամբ զբաղվել, մենք ունեինք վիսկոդեր, մենք ունեինք իալ սիստեմ պրեպարատներ, որոնք ներարկվում էին ասեղով, որտեղ կար 1.2-ից մինչև 1.10% հիալուրոնաթթու։ Եվ ներարկելուց հետո մենք հաճախորդին զգուշացնում ենք, որ 1-2 օր այդ պապուլաները այսպես ավելի այտուցված կլինեն դեմքի վրա, որից հետո երրորդ օրը դուք արդեն հանգիստ կարող եք գնալ ձեր գործերով զբաղվել։ Այն հիալուրոնաթթուն, որը ներարկվում է, կարելի է ներարկել ասեղով, մակերեսային մաշկի շերտերում դրանք ցածր մոլեկուլյար կշիռ ունեցող հիալուրոնաթթուներն են։ Հետո եկան միջին մոլեկուլյար կշիռ ունեցողները, որոնք ելի ներարկվում են ասեղով, բայց մի փոքր ավելի խորը շերտեր, որպեսզի չունենանք այդ պապուլային երևույթը։ Եվ իհարկե այսօր բարեբախտաբար, քանի որ մենք ունենք աշխարհում, որոնք շատ քիչ են, մի քանի անուն կա, որից ամենակարևորը Twice-ը, որով ես աշխատում եմ արդեն տարիներ շարունակ, իրենից ներկայացնում եմ մեծ խոշոր մոլեկուլյար կշիռ ունեցող մինչև 3000 կիլոդալտոն հիալուրոնաթթվի մոլեկուլ, որը ներարկել չի կարելի ասեղով, եւ այն կանյուլաներով ներարկելուց հետո բնականաբար մենք ունենում ենք շատ երկարատև արդյունք։ Բիորևիտալիզանտները կարելի է համակցել այլ պրոցեդուրաների հետ նույնպես։ Իհարկե կան պրոցեդուրաներ, որոնք կարելի է հենց այդ նույն պահին իրականացնել, իսկ կան պրոցեդուրաներ, որոնք իրականացնելու համար մենք ունենք հատուկ հերթականություն։ Եվ առհասարակ, երբ հաճախորդը գալիս է մեր մոտ, մենք մշակում ենք անհատական երիտասարդացման քարտ, որտեղ անհատական գրվում են այն բոլոր մեթոդները, որը անհրաժեշտ է իր այդ հաճախորդի մաշկի երիտասարդացման համար։ Մաշկի խորը խոնավացումը դա շատ կարևոր հակատարիքային պրոցեդուրաներից մեկն է, որովհետև ասեցի, մաշկի ծերացման համար առաջին պատճառը դա ջրազրկումն է։ Մենք միշտ սկսում ենք ջրի բալանսի վերականգնումից եւ նոր դրանից հետո արդեն անցնում ենք մնացած բոլոր գործառույթներին, որոնք տեսնում ենք մաշկի վրա որպես ծերացման երևույթներ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ եւ այսպես Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի ամենաուշագրավ ու սիրված ստեղծագործություններից մեկը՝ Փոքրիկ իշխանը, բոլորովին նոր մոտեցմամբ։ Ընտանեկան ներկայացման պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 26-ին։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ Վլադիմիր Մսրյան կրտսերը եւ Արմեն Բարսեղյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Բարի լույս։ Լավ, մերսի։ Դուք ոնց եք։ Մենք շատ լավ ենք։ Դրամատիկական թատրոնը անդրադարձել է Փոքրիկ իշխանին։ Շատ հետաքրքիր է։ Եվ ինչու հենց այս պիեսին։ Երևի ես սկսեմ, չէ՞, որպես ավակ ընկեր։ Ուրեմն քիչ առաջ դուք խոսեցիք առողջության մասին։ Իհարկե ֆիզիկական առողջությունը շատ կարևոր է, ես ինքս էլ զբաղվում եմ, հեծանիվ եմ քշում, սարեր եմ բարձրանում, բայց նաև շատ կարևոր է հոգևոր առողջության մասին մտածելը ու կարծում եմ, որ դեռ մանուկ հասակից երեխաները պետք է շփվեն բարձրարժեք, բարձրաճաշակ գրականության հետ, մշակույթի հետ, ինչու՞ միայն փոքրերը, մեծերը նույնպես։ Եվ նաև այդ իսկ պատճառով դրամատիկական թատրոնը անդրադարձել է աշխարհում երևի ամենահայտնի ստեղծագործություններից մեկին, Փոքրիկ իշխանին, եւ իհարկե մենք շատ ենք ուզում, որ մեր եւ մանուկ հանդիսատեսը եւ ինչու՞ չէ մեծերը շփվեն նորից ու նորից դիտեն Փոքրիկ իշխանը եւ այն մեսիջները, որ տալիս է այդ պատմվածքը, նորից ու նորից գնան դեպի մարդկանց հոգիները, սրտերը եւ իհարկե միտքը։ Հա ու մարդիկ շատ հարցերի շուրջ նորից ու նորից սկսեն մտածել, թե ինչ է ասում Փոքրիկ իշխանը, ինչ է մեզ փոխանցում եւ ընդհանրապես այդ ստեղծագործությունը, որը իսկապես շատ հետաքրքիրը քիչ է ասված։ Խորը։ Շատ խորը ստեղծագործություն է
եւ ստեղծագործության մեջ ինչքան խորանում ես, անընդհատ ինչ որ նորություն ես գտնում, նոր բան ես քեզ համար հայտնաբերում, ես արդեն այս տարիքին եմ, բայց նորից ու նորից որ խորացան ու առիթը եղավ նաեւ որ խաղում եմ ներկայացման մեջ, ելի ինձ համար նոր բաներ բացահայտեցի։ Եվ ասեմ, որ ներկայացումը շատ հետաքրքիր է ստացվում, սա ինքնագովություն չի, հանդիսատեսը կտեսնի շատ յուրահատուկ ներկայացում է ստացվել, որովհետև նախ ասեմ, որ մեծ խումբ է աշխատում ներկայացման վրա, ինչու՞ չէ նաև միջազգային, որովհետև ներկայացմանը նաև հրավիրված է նկարչուհին Եվրոպայից, Լեհաստանից է, ինքը շատ հայտնի նկարչուհի է այնտեղ եւ նկարչական ձևավորումը եւ զգեստները ինքն է արել, նաեւ ներկայացման ժամանակ կա մուլտիմեդիա, հա, անիմացիա կա, որը արել է Սահակյանց ընկերությունը, Գորը, այո, նաև երաժշտություն է գրվել հատուկ ներկայացման համար, ելի հրավիրվել է կոմպոզիտոր եւ նաև մեր թատրոնի անձնակազմը։ Բեմադրող ռեժիսորը Գրիգորն Խաչատրյան եւ ներկայացմանը խաղում են մեր թատրոնի առաջատար դերասանները։ Շնորհակալություն։ Մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում ընտելացնում ենք, այս ամենահայտնի եւ սիրված խոսքն է Փոքրիկ իշխանից, բայց ես ավելի շատ սիրում եմ, որ այնտեղ խոսք կա, երբ ասում է, որ մեծերի աշխարհը չի սիրում, որովհետև մեծերը շատ թվեր են սիրում։ Եվ հետաքրքիր է այս գործը յուրաքանչյուր տարիքում այլ կերպ ենք ընկալում եւ ինքը առաջին հայացքից թվում է թե գրված է փոքրերի համար, բայց ավելի շատ մեծերի համար է հենց գրված։ Ու դուք էլ մտածել եք շատ լրջորեն, շատ մեծ կազմով, շատ պատասխանատու։ Ինձ հետաքրքիր է ինչ լուսային նոր տեխնոլոգիաներ եք օգտագործել, ինչ վիզուալներ կան ներկայացման մեջ, որը գրավելու է հանդիսատեսի ուշադրությունը։ Շնորհակալություն։ Դե շատ փակագծեր չբացեմ, նախ սկսեմ հարցի առաջին մասից, որ իրականում այս ստեղծագործության մեջ ամեն մի տող, ամեն մի նախադասությունը մի աֆորիզմ է, որը կարելի է առանձնացնել ու ասել, ու շատ կարևոր կյանքի համար շատ կարևոր տողեր, խորհուրդներ, այսպես ասած, այդ տողերը կարելի է որպես վերցնել։ Մեր մեկնաբանությունը, ճիշտ եք ասում, այս գործը մենք մի քիչ հեռացել ենք այն ֆորմատից, որ տոնածառ, նոր տարվա ներկայացում երեխա, այսինքն պետք է լինի միայն երեխաների համար, այդ ֆորմատից մի քիչ հեռացել ենք ու մենք ներկայացում ենք անում եւ մեծահասակների եւ փոքրահասակների մասին, այսինքն երեխան նայելով կհասկանա ինչ որ կհասկանա, նաեւ կհասկանա մեծահասակը ծնողը շատ բաներ այդ ներկայացումը մեջ կգտնի իրեն, իր մանկությունը եւ ապագան, ինչու՞ չէ։ Իսկ ինչ վերաբերում է վիզուալին, ներկայացման շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց հա նախադեպը չունեցող ներկայացում կարելի է ասել, որովհետև այստեղ համատեղվել են ձայնային, տեսաձայնային էֆեկտները, այսինքն հենց այդ նույն անիմացիան, որը որ ես գոնե, չգիտեմ, կարող է հիմա չասեմ, բայց ես գոնե ոչ միտեղ Հայաստանում չեմ տեսել դեռ ու բնականաբար երեխաների համար շատ հետաքրքիր կլինի այդ ամբողջ անիմացիան հենց մեր ներկայացման, հենց մեր բեմական լուծման համար ստեղծված հատուկ ու սինխրոնացված արդեն մեր դերասանական կազմի խաղի հետ, երաժշտությունը նոր գրված հենց մեր ներկայացման համար, կարծում եմ շատ հետաքրքիր։ Մեկ օր եք հասցնելու այս տարի խաղալ։ 26։ Չէ, օրական 3 անգամ ենք հասցնելու խաղան, կամսի 26-ից մինչև ամսի 7-ը։ Հունվարի 7-ը։ Ներկայացումը կմտնի ռեպերտուարային ցանկ, այսինքն դուրս կգա ամառվա վիճակը եւ կմնա որպես Ճիշտ ասած, Գրիգորը մտածում էր, որ այս ներկայացումը բեմադրվի որպես խաղացանկային, հա, այսպես ասեմ, մանկական ներկայացում եւ առիթ է նաեւ նոր տարուն խաղալ եւ հետո ինքը կմտնի խաղացանք ու մենք կխաղանք, որովհետեւ այս ստեղծագործությունը
ինքը դասական Այո, դասական ստեղծագործություն է, եթե ես չեմ սխալվում, կարծեմ 500 լեզվով թարգմանված է եւ ամբողջ աշխարհում իհարկե գիտեն այս երրորդ տեղն է ամբողջ աշխարհում ամենահայտնի գրքերի մեջ։ Առաջինը Աստվածաշունչն է, երկրորդը Մարկեսի 100 տարվա մենությունը, իսկ երրորդը Փոքրիկ իշխանը, որ ամբողջ աշխարհում ճանաչված է։ Սա շատ կարևոր է եւ շատ լավ է, որ դրամատիկական թատրոնն է անդրադարձել այս գործին, որովհետեւ գործը ինքնին արդիական է յուրաքանչյուր ժամանակաշրջանում ու ամեն տարիքում ընթերցելուց դու այնտեղից գտնում ես քեզ համար ամենակարևորը։ Շնորհակալություն ձեզ։ Մենք մաղթում ենք, որ այս տարի եւ հաջորդ տարին էլ, սկսվող դրամատիկական թատրոնը նորից շարունակի հոգ տանել իր մոլորակի մասին եւ իհարկե փայփայեն կարևոր վարդը, որ միտքը, որը միշտ կա հենց այս թատրոնում։ Դες մաղթում ենք հաջողություններ եւ հիշեցնենք հանդիսատեսին դեկտեմբերի 26-ից սկսված նորից այցելում ենք տոնական տրամադրության եւ Փոքրիկ իշխանի խորի իմաստությունը վերցնելու համար դրամատիկական թատրոն։ Եվ իհարկե կուզենամ ասացիք, բայց իսկապես կուզենամ, որ ծնողները լուրջ մտածեն սրա մասին եւ իրենց երեխաներին եւ իրենք էլ գան, այո, մենք հրավիրում ենք մեր թատրոն թող գան ու շփվեն դասական հրաշալի բովանդակալի ստեղծագործության հետ, որովհետեւ մի երկու բան ուղղակի ասեմ, այնտեղ ասում է, որ շատ հետաքրքիր բաներ կան, ֆրազներ կան, որ ասում է Փոքրիկ իշխանն ասում է ամեն առավոտ հիմա էլ առավոտ է, չէ, երբ որ արթնանում ես, կարգի բեր քո մոլորակը։ Իհարկե դա ամեն մարդ ինքը առանձին մոլորակ է եւ կարգի բեր մոլորակը, այսինքն կարգի բեր քո հոգին ու միտքդ, որպեսզի օրդ անցկացնես մաքուր, բովանդակալից եւ օգուտ բերես մարդկությանը։ Շատ կարևոր հաղորդագրություններ մի գործի մեջ, որն արդեն իսկ բեմականացվել է դրամատիկական թատրոնում։ Շնորհակալություն ձեզ ու մաղթում ենք հաջողություն։ Շնորհակալ ենք։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի վերադարձ, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք գեղեցկության ոլորտ եւ այսպես Երևանի սրտում Սարյան 19 հասցեում գտնվում է մի կենտրոն, որտեղ գեղեցկությունը վերածում են արվեստի։ Բյուրի ֆաբրիկում մասնագետները ոչ միայն ընդգծում են այցելուների գեղեցկությունը, այլև փոխանցում են սեր, ջերմություն եւ դրական էմոցիաներ։ Ունենք հրաշալի հյուր, ում հետ խոսելու են գեղեցկության, ինքնաարտահայտման, ժամանակակից տրենդների եւ մասնագիտական ճանապարհի մասին։ Կբացահայտենք պրոֆեսիոնալ դիմահարդարման հետաքրքիր գաղտնիքներ։ Իսկ մեր հյուրն է ոլորտում իր ձեռագրով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով առանձնացող մասնագետ Անի Կոստանդյանը, բարի առավոտ Անի։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի ու շատ սիրուն ներկայացնելու համար։ Շատ լավ։ Ես տարալ ես պատրաստում եմ։ Եկեք սկսենք ամենասկզբից, ինչպես ընտրեցիք հենց այս ճանապարհը եւ ինչու հենց այս ոլորտը։ Չեմ կարող ասել, որ գիտակցված եմ ընտրել, բայց շատ ուրախ եմ իմ ընտրության համար։ Իմ տնօրենը եւ իմ հորաքույրը Աշխեն Կոստանդյանը արդեն շատ հայտնի դիմահարդար էր ու մոտ ես իմ ինստիտուտի տարիներին որոշել էի գնալ եւ սովորել ինքնադիմահարդարվել, բայց դա վերածվեց մի մեծ դիմահարդարման կուրսի, որից հետո ես որոշեցի անպայման աշխատել ու արդեն 14 տարի է այս ոլորտում եմ, մեծ սիրով աշխատում եմ եւ մեծ սիրով ամեն առավոտ արթնանում եմ իմ հարսնացուների եւ իմ հաճախորդների համար։ Եվ հետաքրքիր է, քանի որ ոլորտը օրեցօր է զարգանում եւ առաջ գնում, այստեղ երևի այն բացառիկ տեղերից է, որտեղ չենք կարող ինչ-որ բան անել եւ մնալ միշտ նույնը անելու հույսին։ Հետաքրքիր է, ձեզ դուր են գալիս այն ուղղությունները, այն տրենդները, որոնք դիմահարդարումը բերում է ժամանակի ընթացքում։ Ինձ ընդհանրապես շատ դուր է գալիս այն շարժը, որը կա մեր ոլորտում ու անընդհատ ինչ-որ հեղափոխշրջումների մեջ ենք լինում, անընդհատ անում ենք մի բան, որը նախորդ ամսում կամ չգիտեմ շաբաթում չէինք անի հաստատ կամ հակառակը անընդհատ փորձում ենք ինքնակրթվել, ինքնակատարելագործվել ու այդ շարժը շատ հաճելի է, բացի այդ իմ մասնագիտությունը շատ դրական է ու բարեբախտաբար ես շփվում եմ միայն լավ առիթներով եւ ուրախ մարդկանց հետ, ինչը ինձ համար շատ կարևոր է ամեն առավոտ արթնանալիս։ Շատ լավ, հենց այս ոլորտը ավելի ակտիվ է առավոտյան, երեկոյան, թե գիշեր, այսինքն երբ են ավելի շատ մարդիկ որոշում, որ պիտի ուշադրություն դարձնեն իրենց արտաքինին դիմահարդարմանը։ Բնականաբար առավոտյան, բայց դա չի նշանակում, որ ցերեկը կամ երեկոյան ժամերին
չենք ունենում պատրաստվող եւ դիմահարդարվող հաճախորդներ, այսինքն ամբողջ օրը մեզ մոտ աժիոտաժ է, ինչը միգուցե նման չէ, ժամերով նման չէ աշխատանքը մեր իրար, բայց միևնույն ժամանակ անընդհատ նույն տեմպի մեջ ենք։ Եվ կարծում եմ հարսիկներին դիմահարդարելը պատասխանատվության այսպես ամենաբարձր տեղում է, ո՞նց եք կարողանում այդ պատասխանատվությունը կրել պատվով, որովհետև ես գիտեմ, որ քաղաքի ամենապահանջված մասնագետն եք հենց հարսիկների գծով։ Շատ շնորհակալություն։ Իրականում հարսի դիմահարդարումը եւ հարսի հետ այդ պատրաստությունները ինձ շատ հաճելի են։ Իհարկե պատասխանատվությունը շատ մեծ է եւ ամեն օր արթնանալիս ամեն հարսի հետ ունենում եմ նույն զգացողությունները, նույն հուզմունքը, որպեսզի հանկարծ չնպաստեմ իր օրը որևէ կերպ փչացնելուն կամ ինչ որ տրամադրության անկումներին, դժվար է, բայց շատ հաճելի է։ Ու այդ տեմպի մեջ փորձում եմ ավելի շատ կենտրոնանալ աշխատանքի վրա, քան դժվարությունների։ Ժամանակակից տղամարդիկ էլ հետ չեն մնում այդ ամեն ինչից, որովհետև փորձում են նաև իրենք իրենց կարգի բերել ու ներկայանալ հատկապես, հարսանյաց տոնին հավուր պատշաճի։ Կա արդյոք տղամարդկանց համար նախատեսված այդ գիծը, որովհետև մենք գիտենք, որ խնամքի միջոցներ շատ կան, հատկապես դեմքի համար, ինչ եք դուք առաջարկում։ Նախ ես շատ ուրախ եմ, որ մեր տղամարդիկ փեսացուները արդեն սկսել են ավելի լուրջ վերաբերվել այդ օրվան ու շատ պատրաստվում են, որովհետև մինչև այդ, եթե խոսում էինք խնամքի մասին, միշտ պատկերացնում էինք այն մարդկանց, այն տղաներին, ովքեր բեմում են լինում, արտիստ են կամ ստիպված են ունենալ լավ տեսք կադրի համար, իսկ հիմա այդ կարծրատիպը փոխվել է ու տղամարդիկ փորձում են իրենք էլ այդ օրվան պատրաստվել նույն կերպ, ոնց կանայք։ Վերջերս ռիլ ունեի տեղադրած համացանցում, որտեղ խոսում էի, որ պարտադիր է, որ տղամարդիկ նույնպես ունենան շատ թեթև գրիմ դեմքին, որպեսզի կանանցից չտարբերվեն իրենց մաշկի խնամվածության աստիճանով եւ միևնույն ժամանակ օգնեն, որպեսզի աղջիկները շատ պատրաստված տեսք չունենան։ Իհարկե դա շատ տարբեր կարծիքների տեղիք տվեց, բայց կարծում եմ մեծամասնությունը համաձայն էր ինձ հետ, որ ամոթ չէ ունենալ գրիմ եւ վաղուց արդեն ամբողջ աշխարհում դա շատ ընդունված նորմ է։ Ես կարծում եմ ապրում ենք մի երկրում, որտեղ պետք է մի համարձակ մարդ, ով կկոտրի կարծրատիպ, սկզբում դա կլինի տարօրինակ մարդկանց համար, բայց հետո հերթով բոլորը կգրանցվեն եւ իրենք առաջինը կուզեն լինել հենց այդ գեղեցիկ փեսացուն։ Այո, ցավոք սրտի սրահը միայն տրամադրում է կանացի սպասարկում, տղամարդկանց հետ չենք աշխատում, բայց ես մեծ հույս ունեմ, որ այն սրահները, որոնք աշխատում են տղամարդկանց հետ եւ տղամարդկանց համար, անպայման այս ծառայությունը կներառեն իրենց աշխատանքի մեջ։ Իսկ Անի ջան, նկատել եք, որ դիմահարդարումը կարող է ինքնավստահություն ձևավորել եւ դիմահարդարումից հետո մարդը լրիվ փոխվի ինքնավստահության առումով, այսինքն լինի ավելի ինքնավստահ եւ ավելի, այսպես ինքը իրենից գա։ Մշտապես դիմահարդարումը ավելի շատ ինքնավստահության մասին է, քան կատարած աշխատանքի։ Եթե դու լավ մասնագետ ես ու կարողանում ես քո աշխատանքը եւ լավ կատարել եւ այդ ինքնավստահությունը, այդ գեղեցկության զգացողությունը տրամադրել, փոխանցել նաեւ հաճախորդին, ապա դու անպայման շահում ես, որովհետեւ միգուցե ես անեմ աշխատանք, որը ինձ շատ դուր է գալիս եւ իմ կարծիքով շատ պրոֆեսիոնալ է, բայց դա չլինի այն մարդու ներսից, ով դա կրելու է եւ ես չկարողանամ այդ ինքնավստահությունը փոխանցել իրեն։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք նաեւ աչքերով փոխանցել այդ զգացողությունը գեղեցիկի, որը մենք ենք տեսնում։ Հավերժ ծառացած հարց կա տղամարդկանց մոտ, որոնք երբեք չեն կարող իմանալ, թե ինչ է ուզում կինը։ Դա իհարկե դարերից եկած եւ դարեր գնացող հարցն է։ Իսկ կինը կարող է իմանալ ինչ է ուզում դիմացի կինը, երբ նստած է այնաթոռին, որտեղ ինքը պիտի արդեն պատրաստվի իր հանդիսությանը։ Երբեմն կինն էլ ինքը իրեն չի հասկանում, բնականաբար դիմացի կինն էլ չի կարող հասկանալ, բայց փորձում ենք ուշադրությունը շեղել եւ այն կետերում, որտեղ որ կանայք կասկածում են, չեն կողմնորոշվում, անպայման փորձում ենք որևէ կերպ շեղել եւ իրեն դնել մեկ ուրիշ ուղու վրա։ Եվ սովորաբար ստացվում է մեկ հայտարարի գալը։ Այստեղ ամեն ինչ գալիս է նրանից, թե ինչքան գեղեցիկ է իրեն կինը զգում, որովհետև գեղեցկությունից արդեն ավելի ինքնավստահ է դառնում։ Բոլոր այն մանրուքները, որոնք օրվա ընթացքում իրեն կարող էին խանգարել, կարելի է ասել, չեզոքանում են։
Ես գիտեմ, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն սպասարկման առումով, այլև մասնագետ դառնալու առումով, այսինքն մարդիկ շատ ցանկանում են լինել մեյքափ արտիստ, լինել ոլորտում, գեղեցկության մշտապես այս տենդենսների մեջ եւ դասընթացների առումով, սեմինարների առումով որևէ նորություն ունենք։ Այս տարի ես ինքս պլանավորում եմ ունենալ մեծ սեմինար Երևանում, փետրվար ամսին կկայանա, նախապատրաստական աշխատանքներն արդեն տարվում են եւ փորձում եմ հաջորդ տարվա առաջին ամսին արդեն այդ ինֆորմացիան տրամադրել, թե որտեղ է կայանալու եւ ինչ պայմաններով։ Իսկ ընդհանրապես մշտապես մենք ունենում ենք դասընթացներ եւ սեմինարներ, որոնց միջոցով փորձում ենք ինչ որ կերպ ոլորտում ասելիք ունենալ եւ մեր ասելիքը տրամադրել նաեւ իրենց փորձի փոխանակում կազմակերպել, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է ոչ միայն մեր փորձը տալը, այլ նաեւ իրենցից վերցնել այն ինչ որ մեզ հետաքրքիր է։ Շատ լավ, մի այսպեսի հարց է, եղել է այնպես, որ նույն հարցը մի քանի անգամ գա ձեզ մոտ որպես հարց։ Եղել է, իրականում շատ ծիծաղելի պատմություն կար, ես հաճախ եմ պատմում, ես չէի հիշում իր դեմքը եւ երբ երկրորդ անգամ արդեն ինձ մոտ էր, անընդհատ հարցնում էի, բայց ես ձեր հարցի դիմահարդարումը էլի եմ արել, ինքը անընդհատ փորձում էր թեման շեղել, ես անընդհատ համառորեն հարցնում էի, ու երբ էլ չդիմացավ, ասեց, այո, Անի ջան, ես երկրորդ անգամ եմ ամուսնանում, առաջին անգամ էլ եք դուք արել, ասում եմ, բայց ինչի եք թաքցնում, այդ գիտեք իմ համար ինչ մեծ պատիվ է, որ փեսան փոխվել է, բայց դիմահարդարը ոչ։ Հարցը նույնն է մնացել։ Այո, իրականում մի քանի անգամ եղել են նման դեպքեր, ես միայն ուրախ եմ, որովհետև շատ կարևոր է, որ մեկ անգամ կյանքը չդասավորելուց հետո երկրորդ անգամ անպայման գոնե հնարավորություն ունենալ ամեն ինչ շտկելու։ Եվ բացի այդ այնքան գոհ լինել, որ կրկին այո, որ կրկին դիմեն նույն մասնագետին, այսինքն այստեղ իմ ֆակտորը մի քիչ ավելի շահեկան էր։ Նաև մայիսին, եթե չեմ սխալվում, OMC-ն անցկացվեց այսպես մեծ միջոցառում, որը ամենամյա է, թե տարվա մեջ 2 անգամ է։ Առաջին անգամ էր Հայաստանում, առաջին անգամ միջազգային մակարդակով OMC World կազմակերպությունը թույլ տվություն էր տվել, որպեսզի կարողանանք Հայաստանում անցկացնել մրցույթ, իսկ ընդհանրապես ամենամյա մրցույթներ լինում են սեպտեմբեր ամսին Փարիզում եւ աշխարհի մակարդակով, որին մենք փորձում ենք միշտ մասնակցել եւ ունենալ մեծ թիմ, որը մեզ հնարավորություն է տալիս նախ աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու մեր պետությունը եւ նաեւ տեսնելու թե ինչ է կատարվում աշխարհում եւ ինչպես են մտածում մեզպես աշխատող, բայց տարբեր երկրներում եւ տարբեր մենթալիտետ ունեցող դիմահարդարներն ու վարսահարդարները։ Եվ հետաքրքիր է համացանցը այս առումով որքան ներգործություն ունի, այսինքն ինքը ամեն դեպքում թելադրում է, չէ, իր տրենդները եւ նաեւ դիմահարդարման ոլորտը չի շրջանցում։ Այո, չգիտեմ ի ուրախություն մեզ թե ոչ, բայց այսօր համացանցը շատ ավելի աշխատող է, քան իրական կյանքը եւ դու կարող ես լինել շատ զբաղված մասնագետ, շատ հաջողակ, բայց եթե դու չունես Instagram-յան edge կամ չունես ակտիվություն որևէ սոցցանցում, ապա քո ամբողջ աշխատանքը կարող է ջուրը ընկնել, դրա համար փորձում ենք համատեղել եւ անպայման ուշադիր լինել նաեւ մեր աշխատանքի այդ ճյուղին։ Շատ լավ, նորաձևության մեջ հագուստի կա տարվա գույն կամ տարվա, չգիտեմ, երանգներ, իսկ մեյքափում էլ կա եւ եթե կա, ապա 26 թվականին ինչն է ավելի արդիական լինելու։ Այո, կա, անպայման, ուղղակի դիմահարդարման ոլորտում առանձնացնում են գոնե 3 ուղղություն՝ արևելյան ճյուղ, արևմտյան ճյուղ եւ ամերիկյան, հոլիվուդյան ուղղությունը, այստեղ պետք է հաշվի առնել, թե դու որ ուղղության կրողն ես, նոր որոշել ինչ տենդենսների հետևես, բայց ամբողջ աշխարհում կարելի է ասել այս տարի գնում ենք դեպի առողջ թեթև բնական մաշկին եւ ի ուրախություն ինձ շատ ակտուալ կլինեն գույները այս տարի, հատկապես կապույտի երանգները, չգիտեմ դա ինչով է պայմանավորված, բայց ամեն դեպքում շատ ակտուալ են արդեն գունավոր ներկված աչքերը, որը իրականում շատ լավ է, որովհետեւ այնքան մենք փորձեցինք լինել նուդ բնական գույների մեջ, որ մեզ սկսել է մեր կյանքում պակասել է գույնը, ինչը արդեն այս տարի հնարավորություն կունենանք օգտագործել։ Երևի ռետրո, հա, որ նորից թարմացավ եւ ինչ որ այդ գիծը ուժ վերցրեց, որովհետեւ այն ժամանակ
վառ գույներն էր, որոնք Այո, դե ընդհանրապես ռետրոն ցանկացած ժամանակաշրջանի կրկնությունն է, ինքը ոչ թե առանձին ժամանակահատված է, այլ յուրաքանչյուր տասնամյակը մեկ այն կրկնվում է եւ այն ռետրոն, որը մեզ համար ակտուալ է հիմա, չգիտեմ, 20-ականներին մի քիչ ավելի ուրիշ էր, բայց ամեն դեպքում գույները շատ արագ են նորաձևությունից դուրս գալիս, շատ արագ են հոգնեցնում, դրա համար խորհուրդ կտամ շատ կարևոր առիթներին, շատ հա, այն առիթներին, որոնք կյանքում մեկ անգամ են լինում, օրինակ հարսանեկան առիթներին, խուսափել շատ գույներից, որպեսզի հետո չփոշմանեն։ Եվ տրենդերին հետևելով ինձ հետաքրքիր է ինչին խորհուրդ կտաք շատ ուշադրություն դարձնել բացի գույներից եւ ինչին կուրորեն չհետևել, որովհետեւ մենք այստեղ խնդիր ունենք երբեմն իրար նմանվելու, այսինքն նույնիսկ տղամարդիկ երբեմն բողոքում են, որ դրսում տեսնում են նույն դեմքով աղջիկների։ Ինձ համար շատ կարևոր է անհատականությունը, տրենդերին միշտ է պետք է հետևել, եթե դու աղջիկ ես հատկապես, դու անընդհատ ուզում ես շարժի մեջ լինել եւ նորաձևությունից չկտրվել, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ դու անհատականություն ես, շատ կարևոր է հաշվի առնել քո դիմագծերը եւ երբեմն այն դիմահարդարումները, որոնք գեղեցիկ են այլ աղջիկների դեմքին, քեզ համար շահեկան չեն եւ գեղեցիկ չեն, դրա համար կարևոր է ուսումնասիրել դեմքը, դիմագծերը եւ հասկանալ ինչն է ավելի գեղեցկացնում ձեզ, հենվել դրա վրա։ Եվ արդեն երևի թե կկրկնվեմ, բայց կարևոր է հաշվի առնել ոչ թե տենդենսները, այլ այն տեսքը, որը դու պատրաստ ես տեսնել, օրինակ 10 տարի հետո եւ չփոշմանել քո ընտրած լուքի, չգիտեմ, ընդհանուր կերպարի համար։ Ամեն դեպքում, եթե տատանվում եք, հա, ձեր մեյքափի հետ կապված, մասնագետները Beauty Fabric-ում պատրաստ են միանգամից ճիշտ ուղղորդել ձեզ ու դուք նորից ու նորից կլինեք աշխարհի ամենագեղեցիկը։ Ես ուզում եմ ձեզ ողջունել եւս մեկ անգամ։ Շնորհակալություն, որ նման հետաքրքիր գիծ եք վերցրել եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ շատ նուրբ հարց է։ Եվ մաղթել ձեզ հաջողություններ 26 թվականին։ Եվ ուզում եմ նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինի, սա կարծում հաճելի համադրություն կլինի տոներին ու գեղեցիկ օրերի համար։ Եվ նաև բացիկ, ամանորյա բացիկ, արևոք բացիկը, որտեղ ներառված են սիրված երգերից ֆրազեր։ Այստեղ իհարկե թաթարը էլ ինչ տոնացար առանց պապ, ձմեռ պապ։ Այս բացիկն էլ նվիրեք հաճելի նվերի հետ ձեզ համար կարևոր հարազատ մարդուն։ Շնորհակալ եմ ու ուզում եմ, որ հաջորդող տարին բոլորիս համար լինի հաջողությունների եւ առողջության տարի, իսկ մնացածը մենք ինքնուրույն կունենանք։ Շնորհակալություն շատ։ Դե Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Դե սիրելիներս, մեր այսօրվա ռոլը պատրաստ է, այսօրվա շատ համեղ բաղադրատոմսը պատրաստ է։ Եկեք տեղափոխենք մատուցման ամանի մեջ եւ իհարկե վայելենք։ Հիշեցնեմ, որ լավաշի մեջ փաթաթել ենք բազմապիսի մթերքներ, հավկիթ, երշիկ, գազար, պանիր, այն համեմել ենք շատ համեղ սոուսով, թթվասերով, չամանով սոուս ենք պատրաստել եւ տեղափոխել ենք ջեռոց։ Ինչպես ես ասել էի, կարելի է վրան տրորել հավկիթ կամ բուսայուղ եւ ցանել քունջուտ, հենց այդպես էլ արել եմ։ Սիրելիներս, մեզ մնացել է միայն վայելել այս համեղությունը եւ իհարկե շարունակել օրվա թողու բողը։ Ահա այսպիսի համեղ ռոլի տարբերակ, որը անպայման պատրաստեք եւ վայելեք։ Սիրելիներս, լավ մնացեք, ձեզ հետևեք, շարունակեք ձեր գործերը եւ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։ Ավարտին կտրվեց այս հրաշագործությունը, որովհետև բույրը տարածվեց եւ այլևս անիմաստ եւ անհնար է շարունակել, այո։ Անպայման համեմելու ենք միանշանակ Ռոզե Փրփրուն գինո, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, եւ միանշանակ այս գինին է հաճելի համադրություն է ամանորի տոներին եւ հատկապես ամանորյա գիշերը։ Եվ իհարկե հիշեցնեմ, որ իր տոնական տաղավարով Իջևանի գինու գործարանը ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իջևանի գինու գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Տաղավարը կգործի մինչև հունվարի 14-ը։ Նշենք, որ Ակվատեկում ոչ միայն պետք է մարզվել, նաեւ մասնակցել խաղարկությանը, որտեղ կա 15% զեղչ բոլոր փաթեթների համար։ Դեկտեմբերի 10-ից Ակվատեկում մեկնարկել է ամանորյա խաղարկություն մեծ զեղչերով եւ նվերներով։
ձեռք բերեք 3-6-12 ամսյա փաթեթները տոնական զեղչերով եւ ստացեք պարտադիր նվերներից մեկը՝ հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, միկրոալիքային վառարաններ, հարիչներ, փոչեկուլներ, թեյնիկներ, մի խոսքով ամեն ինչ եւ բնականաբար փաթեթներ, բազմաթիվ այլ նվերներ։ Սա իհարկե Ակվատեկի կողմից այս ամանորին բոլորին։ Այնքան եմ սիրում այս նվերաշատ տարեվերջը եւ իհարկե մեր բարձր տրամադրությունը եւ տոնական տաղավարը ապահովեց Նատյուրմորտ Events-ը, այն ինչ նրանք ստեղծում են կոչվում է արվեստ, հարսանյաց կորպորատիվ, անհատական եւ այլ բոլոր ֆորմատների միջոցառումների ձևավորում, տոնական թեմատիկ սեզոնային ձևավորում, կոմերցիոն եւ անձնական տարածքներում, խանութ սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ հենց ձեր տներում, հետաքրքիր կոմպոզիցիաներ եւ մրգափնջեր, ծաղկային գլխազարդեր եւ աքսեսուարներ։ Այս ամբողջ կրեատիվությունը եւ յուրօրինակ աշխատանքների ձևավորման ընթացքը կգտնեք իհարկե Նատյուրմորտ Events-ի Instagram-ի, Facebook-ի, TikTok-ի էջերում։ Հեռախոսահամար 055 408 890։ Չմոռանաք նաև էմոցիաների մասին, որը սիրով առաջարկում է Արևոք բացիկը։ Հիշեք, որ այս բացիկները ամանորյա նվերներ հետ միասին հասանելի են ձեզ։ Բացիկները հարցրեք սուպերմարկետներում ու քաղաքի քաղցր ու ծաղկաշատ վայրերում։ Ոչ այն եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33, այցելեք եւ գտեք ձեր ամանորի հետաքրքիր լուքերը Դաֆնիում։ Արագ գեղեցիկը դառնալու համար պետք չէ պարզապես դիմել վիրահատությունների, այլ պարզապես պիտի գնալ Master Right Barber Shop, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Հետևեք Անիի խորհուրդներին, եթե դիմահարդարում եք անում ինքնուրույն, իսկ եթե ունեք հատուկ առիթներ, ապա վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Մենք էլ ենք դրականը տալիս ձեզ յուրաքանչյուր առավոտ։ Տոնական եթերները շարունակվում են, իսկ մենք չենք մոռանում, որ այս ամենը միշտ պատրաստված է Սիրով։ Սիրով։